Նոր քանդրապետական ինֆեկցիոն հիվանդանոցում Հայաստան համահայկական հիմնադրամն իրականացրել է 4 ծրագիր, 4-ն էլ Բրազիլիայի հայ համայնքի նվիրատվությամբ։ Այս տարի հիմնովին նորոգված եւ շահագործման հանձնված բաժանմունքները ծառայելու են վաղ մանկական հասակի երեխաներին եւ դեռահասներին։ Գիտեք, այդ շենքը կառուցվել էր 1986 թվականին, հանձնվել է շահագործման, որտեղ այսօր կատարվել է այդ վերանորոգումը եւ այդ 24 տարում որևէ անգամ որևէ լուրջ վերանորոգում չէր կատարվել եւ այն ինչ որ մենք այսօր ունենք, հավատացեք, շատ ավելի լավն է, քան թե շենքը շահագործման հանձնելու պահին։ Այսօր մենք այդ վերանորոգված բաժանմունքները ունենք այնպիսի որակ հիվանդասենյակների, աշխատասենյակների, որը վերջապես համապատասխանում է ինֆեկցիոն հիվանդանոցի պահանջներին։ Մեր հիվանդանոցը տարեկան միջինը սպասարկում է 6-ից 8000 հիվանդ։ Նկատվում է, գիտեք ինչի վրա, հիվանդների հոսքի վրա նույնպես անդրադարձել են։ Մարդիկ խուսափում են սովորաբար արդեն այսօր գնան այնպիսի հիվանդանոցներ, որտեղ հիվանդասենյակների որակը լավը չի, վերանորոգված չեն։ Այն աշխատանքները, որ անում է Հայաստան հիմնադրամը, բառերով արտահայտել դա շատ քիչ կլինի։ Հայաստան հիմնադրամի կատարած աշխատանքները միգուցե բարձր կհնչի, բայց անկեղծ ասեմ, դա կմտնի պատմության մեջ։ Շնորհակալություն նրանց բոլորին։ Հայաստան համահայկական հիմնադրամը ձեռք-ձեռքի հաղորդաշարով ամեն ամիս զեկուցում է իր ծրագրերի իրագործումների մասին եւ հիշեցնում, որ դրանք հնարավոր են դառնում աշխարհասփյուր հայության նվիրատվություններով։ Ցանկացած նվիրատվություն ցանկացած պահի նպաստում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զորացմանը։ Նվիրատվություն կատարելու հատուկ օր եւ ժամ չկա։ Օրն ու ժամը որոշողը դուք եք։ Այսօր, հիմա, ցանկության պահին։